Եթերում հեռանկարն է, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը Իրանում էր, եւ այդ այցի ընթացքում քննարկվեցին հայ-իրանական համագործակցության օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Քննարկվել են ռազմավարական նշանակության նախագծերը, այդ թվում Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը, 400 կՎտ զորությամբ էլեկտրահաղորդման երրորդ գիծ, ինչպես նաեւ գազային համագործակցության նոր մոդելը։ Այս ամենը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին, ինչ նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի համար։ Այս մասին այսօր հեռանկարի տաղավարում կզրուցենք Իրանի Արաքս պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Քեշիշյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք նախարարի այցից։ Մի քանի կարևոր նախագծեր էին քննարկվում, դրանք մի քանի մասի կարելի է բաժանել, ինչպես նշեցինք, ճանապարհային ենթակառուցվածքները, էլեկտրաէներգիան եւ գազը, անդրադառնալով հենց ճանապարհաշինական ծրագրերին, մասնավորապես Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցումը։ Որքանով սա նոր հնարավորություններ կտա թե տնտեսական առումով, թե նաև թողունակության բարձրացում։ Կարծում եմ գաղտնիք չեմ ասի, եթե ասեմ, որ Մեղրիում մենք բավական մեքենաների շարան ունենք, շարք ունենք ամեն օրվա եւ ցույց է տալիս, որ այդ ճանապարհների եւ կամուրջների քիչ լինելը ուղղակիորեն աչք է ծաղկում։ Եվ տարիներ է սրա մասին խոսվում է, խնդիրներ եղել են, արտարծվել են դերևս սրանից 30 տարի առաջ Իրանում այդ մասին խոսում էին, որ փոքր է այդ կամուրջը եւ պատասխան չի տալիս եւ պիտի ավելի նորը լինի եւ դա պիտի նույնիսկ լինի բոլոր իրանական կողմից դրվող ներդրումով, բայց այնուամենայնիվ եւ իրանական կողմի թերացումով եւ հայկական կողմի երևի ոչ այնքան բնդումով անընդհատ ցկցկվեց եւ հասանք այսօրվա։ Բայց ողջունելի է, որ այսօր արդեն գնացել ենք դրան եւ դա շնորհիվ Հայաստանի իշխանությունների այս բազմավեկտոր քաղաքականության, որովհետեւ տեսնում եք եւ Իրան-Ամերիկա այս պատերազմը եւ Հայաստան-Ամերիկա բարեկամության ֆոնի վրա տեսնում ենք նման զարգացում, ինչը որ շատ դրական է, կարող է աշխուժություն տալ Հայաստանին եւ տնտեսական առումով եւ հարաբերությունների առումով եւ չի սահմանափակվում միայն հենց Իրան-Հայաստան սահմաններում։ Այդ ճանապարհն է, որ Իրանին կհասցնի Վրաստան, ինչու՞ չէ, նաեւ Ռուսաստան, ԵԱՏՄ երկրներ, դրա համար շատ օգտավետ է Իրանի համար, Հայաստանի համար բնականաբար կունենա տրանզիտ եկամուտներ եւ այլ եկամուտներ, որոնք արդեն կարող են բավական նոր թափ տալ Հայաստանի տնտեսությանը, նամանավանդ այդ ռուսական տարբեր խաղերի կամ բաժամիջոցների ներքո գնացող այս ընթացքին, կարծում եմ շատ կարևոր է պիտի այդ հայացքով նայել հարցին։ Իսկ տնտեսական նշանակությունը ակնհայտ է։ Հիմա նախագիծը առարկայական է դառնում։ Կարծում եք, որ հիմա արդեն ժամանակն է, որ ավելի մեծ են հնարավորությունները այն իրագործելու։ Նույնիսկ կարծում եմ ուշացած է, բայց այնուամենայնիվ ողջունելի է։ Անդրադառնալով բարտերային գազի մոդելը փոխելու իրանական կողմի առաջարկին, նախ ինչով է սա պայմանավորված եւ որքանով է հնարավոր իսկապես իրագործելի դարձնել։ Ես կարծում եմ իրագործելի է, դա կապված է երկու կողմերի կամքից։ Այս հարցը դեռ նախապես շատ տարիներ առաջ քննարկվել է, նույնիսկ երկրորդ նախագահի օրոք այս հարցը քննարկվեց, եկավ հրապարակ, խոսվեց իրանական գազի Հայաստան հասնելու մասին, եկավ իրանական գազը, բայց գազախողովակը 140-ի փոխարեն փոխվեց դրա դրամագիծը դարձավ 70 եւ 70-ից մի քիչ ավել, ինչը որ ուղղակիորեն ցույց տվեց Հայաստանի կախվածությունը օտարներից։ Այսօր Հայաստանի վարած նոր քաղաքականության հետևանքով մենք տեսնում ենք աշխուժություն նաեւ այդ դաշտում, որ կարեւոր է իրագործելի է, եթե ասեմ երկու կողմերը ցանկանան, նամանավանդ այսօր, երբ մեկ կողմից իրանական կողմը տարբեր բաժամիջոցների դեմ դիմաց է կանգնած եւ իրանական, այսպես ասենք, վառելանյութեր, նավթը եւ գազը որոշ սահմանափակումների դեմ դիմաց է կանգնում, Իրանի համար օգտավետ է Հայաստանի եւ բոլոր այլ միջոցներից օգտվել իր գազը եւ արտադրած այսպես նավթը եւ վառելանյութը ընդհանրապես շուգահանելու, որ դրական է, իսկ Հայաստանի համար դա կարող է եկամտաբեր լինի ինչպես ճանապարհի պարագային, այսպես էլ գազի եւ որպես տրանզիտ եկամուտ, որովհետեւ այդ գազի հարցը այս նոր ձևաչափով որ խոսում են, հարցը միայն Հայաստան հասցնելը չէ, այլ նաեւ Հայաստանից դեպի Վրաստան եւ այլ երկրներ, ինչը որ կարող է մեծ օգուտներ բերել եւ Հայաստանին եւ Իրանին։ Եվ այս հարցը կարող է շատ ավելի սրանից շուտ
նորից աշխուժանալ եւ զարգացնել, բայց այսօր բարեբախտաբար սկսում է եւ դա ցույց է տալիս Իրանի դրական մոդելություն այս հարցում եւ ես կարծում եմ պետք է շատ կարեւորել նաեւ այս ժամանակահատվածում պարոն Խուդատյանի Իրան այցելությունը եւ իրանական կողմը սա շատ բարձր է կարծում եմ գնահատում եւ այդ մոդելությունները եւ քայլերը տարբեր հարցերի մասին պայմանավորվածություններ դնելը եւ խոսելը դրանց մասին, որ կարելի է նոր պայմաններով առաջ գնալ բոլորը խոսում են նրա մասին, որ Իրանը դրական հայացքով է նայում այս բոլորին։ Պարոն Քեշյան, դուք էլ նշեցիք, որ տրամագիծը մի ժամանակ պետք է ավելի մեծ լիներ, բայց հետո ավելի փոքր դարձավ։ Հիմա որքանով են հնարավորությունները թույլ տալիս, որ այ մոդելը փոխվի, նկատի ունենալով նաեւ այն, որ ի վերջո Ռուսաստանը ազդեցություն ունի նաեւ գազային այդ ոլորտում։ Հասկանալի է, բայց դե եթե դրան գիտեք ինչ կա խոսք, որ Հայաստանում, այսպես ասած, սեփականաշնորհումը կամ մոնոպոլը ռուսական կողմինն է։ Բայց դա չի խոսում տրանզիտի մասին, դա խոսում է Հայաստանի մասին։ Հիմա թե Հայաստանը ապագա իր քայլերի առումով ինչեր ձեռնարկի, որպեսզի ռուսական ազդեցությունից հնարավորինս ավելի շատ դուրս գալ, բայց չի սահմանափակվում տրանզիտի հարցը։ Ես կարծում եմ շատ դրական կողմ կարող է լինել այն, որ գազը հասնի Հայաստան եւ Հայաստանից դուրս գա։ Դրանով նաեւ ինչ որ չէ նույնիսկ կարելի է սուափի մասին մտածել, ռուսական, իրանական, կարելի է այդ գազի տեղափոխման մասին մտածել եւ թե ինչքանով Հայաստանը կօգտվի դրանից, դա արդեն կախված է ապագա ծրագրերի հետ, որովհետեւ ռուսական մոտեցումները հենց այս պատժամիջոցները, որ սկսում են կատնախ մթերքից սկսած մինչև ծաղիկ արդեն շատ բան է ասում, եթե այս քաղաքականությունը պիտի շարունակեն կամ ԵԱՏՄ-ի այդ մոտեցումները, որ ունենում է Հայաստանի նկատմամբ միակողմանի իրենց քաղաքական մոտեցումը տնտեսական դաշտում, Հայաստանը կարող է գնալ նոր մոտեցումների եւ նոր քայլերի, որոնք Հայաստանի շահերից է բխում ոչ օտարների։ Քննարկումների առանցքում նաեւ Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն էր, որքանով է այն կարևոր ընդհանրապես Իրան-Հայաստան եւ հյուսիս-հարավ այդ ճանապարհահատվածի։ Կարծում եմ նամանավանդ հիմա Իրանի համար դա շատ կարևոր է, բայց այնուամենայնիվ Իրանի համար միշտ էլ կարող է կարևոր լինել որպես այլընտրանքային ճանապարհ, որովհետեւ եթե չլինեն պատժամիջոցներ եւ Իրանը կարողանա տարբեր շուկաներ դուրս գա այլ ճանապարհներով, դրանով հանդերձ Հայաստանի ճանապարհը Քաջարան եւ դեպի հյուսիս-հարավ ճանապարհը եւ դեպի Վրաստան հասնել ինքնաբերաբար Իրանի համար նոր ճանապարհ է դեպի Եվրոպա հասնել եւ այլ ընտրանք է, ինչը որ Իրանի համար միշտ էլ պետք եղել է։ Բայց ինչ-ինչ պատճառներով երկու կողմերի թույլությունների եւ եթե անցյալում այդ հարցում ռուսական ճնշումներ կամ Հայաստանի այսպես իշխանությունների ժամանակի չտերսևորված կամքի արդյունք, այսօր եւ Հայաստանը ունի այդ կամքը եւ իրանական կողմը դա ցանկանում է, կարծում եմ, որ շատ լավ կլինի դա իրականացնել եւ երկու կողմի համար էլ օգտավետ է եւ Իրանի հենց երկրորդ կամուրջի մասին խոսելը, այդ ճանապարհների մեջ ներդրումը եւ աշխատանքը, որ կատարվում է, շատ կարևոր է, ես նույնիսկ խոսքիս մեջ քիչ առաջ ասացի, ուշացած, բայց ողջունել, իսկապես դա Իրանի համար շատ կարող է օգտավետ լինել եւ երկարատև ծրագիր։ Նաև էլեկտրահաղորդման երրորդ գծի մասին է խոսում, սա նոր չէ, որ խոսվում է, բայց որքանով է այն առավել այսպես շոշափելի դառնում ամբողջությամբ։ Ես կարծում եմ, դրանք բոլորը ավելի եւ ավելի հարաբերություններ սերտացնում են երկու կողմերի։ Բնականաբար, եթե տնտեսական քո հարաբերությունները ավելի սերտացնում նամանավանդ քո հարևան երկրի հետ, դրա մեջ այն հին բարեկամական հարաբերությունները ավելի նաև սերտանում են։ Եվ դրանում ազդեցությունն է քոնը բնականաբար շատանում, եւ եթե դրանից դու արդեն փոխանցում ես երրորդ երկիր, այն երրորդ երկիրն է քեզ կապվում, բնականաբար այս բոլորը Հայաստանի դերը տարածաշրջանում ավելի հզորացնում է։ Եթե դրանից կարողանանք մենք ճիշտ օգտվենք եւ կարծես թե Հայաստանի իշխանությունները դրան շատ լավ հասկանում են եւ փորձում են օգտվել դրանից։ Մի բան է, երբ իրավիճակը կայուն է մի երկրում եւ իր հետ էս փոխհարաբերություններ ունենում, մի բան է, երբ անկայուն վիճակ է պատերազմի հետ կապված։ Որքանով է այդ պատերազմական իրավիճակը ռիսկեր ստեղծում այս նախագծերի իրականացման համար։ Ես կարծում դե պատերազմի պարագան նոր չէ, արդեն երկար ժամանակ է այս հարցը գնում է, բայց
նորից հետ գնանք Իրանը գրեթե հեղափոխությունից հետո միշտ խնդիրներ ունեցել է, այսինքն եղել է շրջափակումների մեջ, եղել է պատժամիջոցների դակ եւ այլն եւ այլն, բայց ցավոք սրտի եւ իրանական կողմի սխալ գնահատականների առումով կամ Հայաստանին փոքր եւ անկարևոր համարելով, իսկ Հայաստանը ճիշտ մոտեցում չցուցաբերելով Իրան միայն մեկ կողմի կապելով կորցրել են այդ հարաբերությունների զարգացման, այսպես ասած, առիթը։ Այսօր այդ առիթը փորձում են օգտվել եւ առաջ տանել։ Նամանավանդ այս շրջանում, երբ խոսքից սկզբում ես ասացի, այս շրջանում Իրանը շատ դրական է գնահատում, երբ որ այդ պատերազմական օրերին են, այսինքն Իրան-Ամերիկա այս հակասությունների մեջ Հայաստանը, որ Ամերիկայի հետ ունի շատ բարեկամական հարաբերություններ, նույնիսկ վերջին այս խաղաղության ընթացքը գնում է ամերիկյան կողմի շնորհիվ, այդուհանդերձ գալիս է եւ այնպիսի հարաբերություններ ստեղծում եւ զարգացնում այն կողմի հետ, որը Ամերիկայի հետ գոնե հակամարտության մեջ է, եթե ոչ ուղղակի գոնե այսպես ճշնամական թեթև խնդիր գնում։ Այդ շատ դրական է նայում իրանական կողմը, ես կարծում եմ Հայաստանը կարողանա ճիշտ օգտվելով ճիշտ առաջ տանել այս ամբողջը, այսինքն ինքը վարում է իր անկախ ինքնիշխան քաղաքականությունը եւ դրանից ինքը կօգտվի վստահաբար։ Մանևրելու հնարավորությունները Հայաստանի դեպքում որքանով են։ Ի վերջո Միացյալ Նահանգներն ու Իրանը իսկապես հակամարտության մեջ են, թեև ժամանակ առ ժամանակ բանակցություններ են վարում։ Տեսեք, մի շատ կարևոր հարց կա եւ Իրանը եւ Ամերիկան շատ լավ հասկանում են, այս հարցը բادرազմերով չի լուծվի։ Իրենք հասկանում են, պիտի գնան բանակցությունների եւ պիտի գնան համաձայնությունների։ Հիմա թեև երկու կողմերը ամեն մեկը իր տեղում պիտի հայտարարի, որ ես հաղթանակեցի, հաղթանակը իմ կողմն է եւ այլն, բայց այնուամենայնիվ իրենք հասկանում են, որ պետք է գնալ դրան։ Իսկ այդ հարցի համար մենք պետք չունենք սպասելու, այսինքն հայկական կողմը դրան սպասելու պետք չունի, որովհետև Ամերիկան շատ լավ հասկանում է, որ Հայաստանը գոնե դեռ մինչև այսօր այնպես որ պիտի պատճի սահմանները, վրացական սահմանը, ռուսական սահմանը, այդ Լարսի ճանապարհը, այս կողմից Ադրբեջանի հետ դեռ էս չավարտված խաղաղությունը, Թուրքիայի հետ դեռ չփակված ճանապարհը, Հայաստանը իրավունք ունի հարաբերություն պահպանել այն կողմի հետ, որի հետ ունեցել է բարեկամական հարաբերություն հենց իր անկախությունից մինչև այսօր։ Ուրեմն ամերիկյան կողմի համար դա հասկանալի է, մինչև հիմա բարեբախտաբար խնդիր չի ստեղծել, այդ առիթից մենք չենք կարողացել որպես հայկական կողմ օգտվել եւ այս աշխորհությունը նոր քայլ է։ Հիմա դրանում կարող է նաեւ քաղաքական, այսպես ասած, շահեր ձեռք բերել, նույնիսկ կարելի է որոշակի դրական ազդեցություն ունենալ այդ կողմերի հարաբերությունների մեջ եւ սա կապված է նաեւ ապագային վերջին հաշվով չի կարող աշխարհը անընդհատ կռվի մեջ լինել։ Դա իրենք հասկանում են եւ կհասնեն խաղաղության, իսկ մենք այդ ընթացքում կարող ենք ճիշտ քայլերով, ճիշտ կուպիկներից օգտվելով շախմատային մեր եւ շահը տանել եւ ինքնիշխան քաղաքականությունը վարել եւ կարծես թե գնում է այդպես։ Եթե անդրադառնանք միայն Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններին, 70-ականների հեղափոխությունից հետո կարծես թե այնտեղ փոփոխություն տեղի ունեցավ, որը պիտի Իրանի դեպքում պատմության անիվը փոխեր, բայց չստացվեց այդպես, Իրանն առավել փակվեց։ Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել եւ ժամանակ առ ժամանակ իրար վրա կրակում են, բայց նաեւ փորձում են բանակցություններ վարել։ Այս դեպքում, երբ նորից սկսվել են բանակցությունները, որի մասին Միացյալ Նահանգների նախագահը ասաց, որքանով է հույսներ շնչում։ Երկու կողմերն էլ կարծր են իրենց դիրքորոշումը։ Ինչպես ասացի, տեսեք, այդ կարծում եմ այդ հայտարարություններին չպիտի այդքան կարևորել, այսինքն այդ կարծ հայտարարությունների հետևում նաև գա այլ հայտարարություն։ Դուք երեկվա եւ այսօրվա եթե Թրամփի խոսքերն են նայեք, դրա մեջ երևում է։ Այս հարցը երևում է նաև իրանական կողմում, այսինքն երկու կողմերն էլ խոսում են նրա մասին, որ բանակցությունների, այսպես ասած, փալցեր ուղարկում են, կանաչ լույս ամենայն դեպս երկու կողմն էլ վարում են։ Թրամփի այդպես կարծ հայտարարություններին պետքա չհավատալ, որովհետև այսօր ինքը հայտարարում է շատ լավ բանակցությունների մեջ ենք իրանական կողմի հետ։ Այդ շատ լավ է ինքնին երեք ռմբագործում է, այսօր խոսում է շատ լավի մասին, ինքը մի քիչ ծիծաղ առաջացնում, մի քիչ թույլ է տալիս, որ հասկանա, որ սա այդքան էլ լուրջ չի հարցը, բայց ամենայն դեպս նաև ապացուցում է այն, որ երկու կողմերն էլ իրար ասում են, որ պետք է գնալ բանակցությունների, բայց եւ պետքա իրենք արդարացնեն այդ եղած վիճակը,
պատերազմը, այդ կորցրած այդ կորուստները, բնականաբար Իրանը չի կարող այդպես հանգիստ անցնել այս բոլորից, ինքը շատ բաներ է գործրել այս ընթացքում, բայց նաև պիտի նորից ամրապնդի իր վիճակը, իր ինքնիշխանությունը հաստատի եւ հանուն դրա որոշակի քայլերի գնա ամերիկյան կողմն էլ պիտի արդարացնի այդ բոլոր կորուստները, որ ունեցավ միլիարդավոր եւ տեսեք այս ընթացքը վերջին հաշվով, ինչպես ասացի խոսքից մեջ այս հարցին պիտի պատասխան տալ։ Արդյոք ամերիկյան կողմը պատրաստ է ռազմական իր ներկայությունը ավելի ուժեղացնել, կնալ ուժեղ պատերազմի, այսպես ասենք, ավելի ծավալուն դարձնել այդ պատերազմը եւ ցամաքային հարձակում գործել օրինակ Իրան թե ոչ։ Արդյոք պատրաստ է մեծ զոհեր տալ, մեծ քանակ զոհեր տալ թե ոչ։ Կարծում եմ, որ ոչ, նամանավանդ նոյեմբերյան ընտրություններն է գալիս, Թրամփը երազների մեջ է, որ 2028-ի նախագահական ընտրություններում դեռ նորից պիտի մասնակցի, հակառակ նա որ օրենք թույլ չի տալիս եւ անընդհատ ինքը խոսում է խաղաղության մասին, չիրականացվող խաղաղության իր կապակցությամբ չմոռանանք իրենց հայտարարությունը սկզբից իրենք գալիս էին պատերազմ չենք ուզում, չի բարձրանալու վարելանյութի կինը, բայց այսօր իրականությունը այլ է եւ այդ իրականությունը հիմա իրենք պարտավոր են մինչեւ ընտրություն փոփոխել եւ այդ փոփոխելու հաշվին իրենք պարտավոր են հետ նստել։ Իսկ իրանական կողմը պետք է պատերազմ տա, գրիվ տա, ներքին տաշտում այդ գնաճի կապակցությամբ տնտեսության վիճակը ամրապնդի լավացնի վիճակը, որովհետեւ բավական այդ շրջափակման եւ միջոցների հետևանքով ծանր վիճակը տարադրամի կինն է բարձրանում, ապրանքների կինը երկրում բարձրանում է, ինչը որ համենայն դեպս Իրանի համար դա ծանր է եւ ժողովուրդը դա ժողովրդի համար անտանելի է։ Դուք խոսում եք այն մասին, որ երկու կողմն էլ պետք է ըստ էության փրկի իր դեմքը, հա, այս իրավիճակում, բայց որքանով են ռեսուրսները ներում երկուսի, որպեսզի գնան փոխզիջման այնպես, որ ինչպես ասում են win-win տարբերակ լինի։ Հասկանալի է, կգնան դրան, ուզեն չուզեն։ Խնդիրն է թե որ ռեսուրսը երկու կողմ ունել, վերջին հաշվով ինչ ռեսուրս ունես գրիվ շարունակելու, ինչ ռեսուրս ունես խաղաղությունը պահպանելու։ Երևի խաղաղությունը պահպանելու ռեսուրսները երկու կողմի մոդել ավելի շատ են, քան թե գրիվը շարունակելու։ Իրանական կողմը ունի իր թերի կողմերը, թույլ կողմերը, հիմա պատժամիջոցների դեմ դիմաց գնալը, այդ օթային սպառազինության պակասը փոխադարձ ամերիկան այդ հսկայական սպառազինության ունենալը եւ այլն, մյուս կողմից ամերիկան ներքին դաշտում պատասխան ունի տալու խնդիրները ստեղծում հենց ամերիկի ներսում, որ այդ խաղաղության մասին է խոսում, գրիվն է շարունակում, այդ քաշքշուկը, որ ներքինում կա, դեմոկրատ հանրապետականների այդ քաշքշուկը, հակաիսրայելական այդ թափը, որ Ամերիկայում սկսում է, որ հանուն Իսրայելի մենք միջև ուր ենք գնում, այս բոլոր հարցերին պիտի իրենք պատասխան տան։ Երկու կողմերն էլ կարծում եմ նույն ձև, որ հիշատակվեց մեր զրույցում, դեմքի փրկելու հարց կա։ Բայց չի կարող սա կողմերից մեկի պարտության հաշվին գնալ։ Երկու կողմերն էլ պիտի հաղթանակեն, որպեսզի կարողանան արդարացնել իրենց ասած եւ գնում են դեպի դրան։ Դա իդեալական տարբերակն է, բայց այդպես լինում է կյանքում։ Ուզես չուզես, որովհետեւ մեծ կռիվների մեջ եւ մեծ տերությունների մեջ այդպես է։ Վերջին հաշվով այստեղ կա քաղաքականություն, կա այսպես ասած սեղանի շուրջ նստել եւ խոսակցություն եւ կա պատերազմի դաշտ։ Եթե պարտվում ես այնտեղ եւ քաղաքական դաշտում պարտվում ես, արդեն վերանում ես։ Իսկ Իրանը վերացող երկիր չէ, հին քաղաքակրթություն է, դիմացկուն է, իր ազգային շահերը պաշտպանել գիտի, պաշտպանել է եւ կշարունակի պաշտպանել։ Ամերիկյան կողմն էլ իր բարձրունքից չպիտի իջնի, պիտի իր պատիվը պահի համաշխարհային որպես մեծ պետություն, ինքնաբերաբար կգնան դրան եւ գա այդ հնարավորությունը, այո, կարծում եմ։ Շնորհակալություն, պարոն Քեշիշյան, ես հիշեցնեմ, իմ զրուցակիցը Իրանի Արաքս պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն էր։